Լուվրը վերաբացեց դռները կողոպուտից հետո։ Աշխարհի ամենահայտնի թանգարանից գողություն կատարելը պարզվում է ավելի հեշտ էր, քան ոսկու մի սովորական խանութից։ Գարդիանն է այսպիսի որակավորում տվել Դարի կողոպուտին։ Փարիզում տեղի ունեցածը դեռ համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերին է։ Վերլուծում են ու պատմում, թե ինչպես եղավ, որ օրը ցերեկով 6-ից 7 րոպեում անզեն կողոպտիչները տարան անգին էքսպոնատներ։ Մինչև հաշվում են, թե որքան է գնահատվում ավարը, պատուհանը, որով հանցագործները ներխուժել են թանգարան, արդեն դարձել է Փարիզի ամենապահանջված անկյունը սելֆիների համար։ Քաղաքի դատախազը որոշ տվյալներ ներկայացրել է վնասի չափի վերաբերյալ, բայց շատերի համար թիվն արժանահավատ չէ։ Վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո, 100 միլիոն դոլար։ Այսպես գնահատել է Լուվրի տնօրենը։ Հուսով եմ թանկարժեք զարդերը կողոպտիչները չեն մասնատի կամ չեն զուլի։ Նապոլեոնի ընտանեկան զարդերից 9 կտոր հիմա հնարավոր է դարձնել էժան զուլակտորներ։ Թանկարժեք իրերի մասնագետը Լուվրի կողոպուտն անվանել է հարված ֆրանսիական ժառանգությանը։ Սա իրականում աղետ չէ Ֆրանսիայի պատմության համար, քանի որ Ֆրանսիան հզոր պատմություն ունի։ Սա հարված է երկրի ժառանգությանը։ Եթե այս կողոպուտը նախապես պլանավորված էր եւ նրանք արդեն գնորդ ունեին, իրավապահներն այլևս չեն կարողանա գտնել հանցագործին։ Դրանք վերադարձնելը դժվար կլինի։ Ֆրանս Ինֆո պորտալը գրում է, որ չնայած Լուվրի վերակառուցման Մակրոնի ծրագրերին, թանգարանի շատ սրահներ նույնիսկ տեսախցիկներով հագեցած չեն եղել, մինչդեռ պատասխանատուները փորձում են հակառակը համոզել։ Լուվրի թանգարանի անվտանգության համակարգի բոլոր դետալները սարքին են եղել եւ այն գործել է։ Եվ մինչև կգտնեն մեղավորներին, Ֆրանսիայում եւս մեկ թանգարան են թալանել։ Այս անգամ հանցագործների թիրախում երկրի հյուսիսարևելքում գտնվող Դենի Դիդրոյի թանգարանն է։ Գողացել են 18-ից 19-րդ դարերի ոսկյա եւ արծաթյա մետաղադրամների հավաքածուի մի մասը։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։